Ողջույն սիրունները, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, սկսում ենք նոր վլոգ։ Պատրաստում ենք փանքեյքներ։ Վերջ, ես արդեն պատրաստ եմ, սա էլ իմ վերջնական տեսքը։ Ողջույն սիրուններս ու բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական վլոգը։ Ու քանի որ իմ օրը սկսվել է առավոտյան բավականին շուտ, սկսում ենք մեր օրը մեկ բաժակ սև տառը սուրճից, որպեսզի արթնանանք, թարմանանք ու անցնենք օրվա ռիթմին։ Դե ինչ, ես վայելեմ իմ սուրճը, իսկ ձեզ մաղթում եմ բարի դիտում։ Դե ինչ սիրուններս, մենք այսօր ունենալու ենք հյուրեր, ավելի կոնկրետ մեզ հյուր է գալու Նինուլիկ ընկերուհին, իր քուրիկի ու մամայի հետ, ում հետ նաև ես եմ շատ մտերիմ, ու որոշեցի, որ կարելի է պատրաստել համովություն, որպեսզի համ երեխաներին ուրախացնեմ, համ է սուրճի հետ համով դեսերտ կունենանք։ Պատրաստելու ենք փանքեյք, ասեմ, որ առաջի անգամ եմ պատրաստելու փանքեյք, բաղադրատոմսը վերցրել եմ YouTube-ից ու կարծում եմ, որ պետք է շատ համով լինի, ինքը բիսկվիտային խմոր է, քիչ բաղադրիչներով, մի խոսքով արագ, համեղ, քաղցրավենիք, այսպես ասած, հույսով եմ, որ լավ կստացվի։ Ասեմ, որ բաղադրատոմսի մեջ ի սկզբանե մածունի փոխարեն կաթ է, բայց քանի որ այս պահին ես իմ ձեռքի տակ չունեմ կաթ, այդ իսկ պատճառով կփոխարինենք մածունով, կարծում եմ դրանից համը ու որակը չի տուժի։ Մի խոսքով մեզ անհրաժեշտ բաղադրիչներն են ալյուրը, մածուն, մեկ բաժակ շաքարավազ, ձեթ, սոդա եւ 5 ձու։ Նաև փանքեյքը ես զարդարելու եմ տանը եղած մտերքներով, նուտելայով, խտացրած կաթով եւ մրգերով, այս պարագայում մալինայով։ Իհարկե միջուկները կարող են լինել տարբեր ըստ ձեր նախասիրությունների, կարող եք ձևավորել մեղրով, մուրաբայի հյութով, այլ մրգերով, մի խոսքով անցնենք գործի։ Եվ իհարկե մեզ անհրաժեշտ է նմանատիպ տարա, որպեսզի բոլոր բաղադրիչները հավաքենք իր մեջ եւ իհարկե հարիչ, որ այն դարձնենք համասեր զանգված։ Գնացինք պատրաստման։ Դե ինչ սիրուններս, սա էլ մեր փանքեյքի վերջնական տեսքը,
Իրականում ճիշտ է, մի փոքր վառված է, ավելի շատ եմ կարմրացրել, որովհետև կրակը ուժեղ էր, բայց դրանից իր համը չի փոխվել, շատ համով, փափուկ, դրանում հալվող, շատ լավ խմոր էր ու հաստատ էլի կպատրաստեմ, բայց կփորձեմ կրակը ավելի ցածր ու այլ տարբերակ եւս գտնել, որպեսզի այս տեսքով չլինի, ավելի կարմիր, վառ երանգ ստանա։ Ու նաև շատ լավ նախաճաշի տարբերակ է, հատկապես այն երեխաների համար, ովքեր առավոտյան չեն սիրում նախաճաշել ու դժվարությամբ են ուտում, հաստատ այս տարբերակը իրանց դուր կգա, հատկապես իրանց սիրելի այս սիրոպներով, այսպես ասած, կամ հատապտուղներով, այնպես որ հաստատ խորհուրդ եմ տալիս, որ պատրաստեք ու վայելեք ընտանիքի անդամների հետ միասին, թեկուզ երեկոյան թեյի սեղանի շուրջ։ Կարող եմ ասել, որ նաև շատ լավ տարբերակ է դպրոցական երեխաների համար, իրենց հետ դնելու ու տանելու համար, որպես միջուտեստ։ Մի խոսքով շատ լավ բաղադրատոմսեր ու շատ համով։ Դե ինչ, գնանք վայելենք սուրճի հետ։ Անգելինայիս հետ դուրս եմ եկել, արևի մեր հետևորդներին, արև, ես էլ իմ սիրուն աղջիկը, դուրս ենք եկել, մի քանի խանութ պետք է մտնեմ, մի քանի կանոն եմ գնելու, այդպես քանի որ լավ եղանակ էր, Նինուլիկը դաս էր անում, իրան չխանգարելու համար, որոշեցի Անգելինային իմ հետ վերցնել, որպեսզի կարողանա հանգիստ պատմողական դասերը սովորել, մինչև մենք տուն կգնանք։ Իրականում սովորել է, մնացել է կրկնի, այդպես մենք իրան հանգիստ թողեցինք, ու հիմա դուրս ենք եկել։ Քանի դեռ մեր հյուրերը չեն եկել, Նինուլիկը Սարակ իր դասերը կկրկնի, որպեսզի պայուսակը դասավորի, որովհետև որ իրանք կան, հաստատ երկար են մնալու, երեխեքը շատ են խաղալու, դրանից հետո արդեն երեկո կլինի ու ես էլ երեկոյան հաճախորդ ունեմ։ Հիմա Նինուլիկիս ասեցի դու քո դասերը պատրաստի վերջնական, կարգի բեր, ես ու Անգելինան գնանք մեր գործերով, որ երեկոյան էլ հաճախորդ ունեմ իրան ճանապարհեմ ու պատրաստվենք երկուշաբթի օրվան։ Իսկ դուք կարող եք մեկնաբանությունում գրել, թե դուք ինչպես եք անցկացնում ձեր շաբաթ կիրակի օրերը։
Գնա արևս։ Ջան։ Ինչպես տեսնում եք, մեր հյուրերն արդեն մեր տանն են ու մենք բոլորով շատ լավ ժամանակ ենք անցկացնում։ Սիրուններս մեր հյուրերին ճանապարհեցինք, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, շատ բան չեմ կարողացել նկարել, որովհետև շփվում էինք, զրուցում, այդպես հիմա մի քիչ հետո իմ հաճախորդը կգա, այդ ընթացքում մի փոքր հաց ուտեմ, որովհետև գլուխս էլ ահավոր ցավում է իրականում, հուսով եմ, որ հաց ուտեմ կանցնի, որ կարողանամ աշխատել։ Սիրուններս, ես նորից դուրս եմ եկել խանութ, եկել եմ գրախանութ այս անգամ, որովհետև Անգելինայիս համար մանկապարտեզում ուզել էին նկարչական պարագաներ, որպեսզի այնտեղ իրենք աշխատեն։ Հիմա եկել եմ այդ գնումներս անեմ ու գնամ տուն։ Վերջ, սիրուններս, ես ինչ որ պետք է գնեի, գնեցի մատիտ ներկիրինքդ ալբոմ ու երկու հատ կապույտ գրիչ Նինուլիկիս համար։ Հիմա էլ գնում եմ խանութ, ուզում եմ հավի կրծքամիս վերցնեմ, մեկ է 1000-ի տերևներ, որպեսզի ցեզր աղցան պատրաստեմ։ Նինուլիկս շատ է սիրում։ Սիրուններս, այս հրաշք տեսարանով ուզում եմ այսօրվա մեր վլոգը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Իրականում չգիտեմ ինչքան եմ նկարել ու քանի րոպեանոց վլոգ կլինի, բայց կարծում եմ, որ սպասում եք ու մեծ հետաքրքրությամբ ու սիրով կդիտեք։ Սպասում եմ ձեր արձագանքներին, սպասում եմ ձեր մեկնաբանություններին, արդյոք հավանում եք նման վլոգներ, թե ոչ, արդյոք ձեզ դուր եկավ նման այս տեսակ վլոգները ու ուզում եք, որ շարունակական լինի, թե ոչ։ Ես անպայման կկարտամ ցանկացածի գրած մեկնաբանությունը ու հաստատ անպատասխան չեմ թողնի։ Ուզում եմ իմանալ, որ իսկապես ես սպասում եմ ձեր ակտիվությանը, ձեր մեկնաբանություններին, ձեր կարծիքները իմ համար շատ կարևոր են եւ իհարկե շատ ուրախ կլինեմ, եթե բաժանորդագրվեք ու իմ ալիքը տարածեք, որովհետեւ ես այս պահին ունեմ ձեր օգնության կարիքը, որպեսզի մոտիվացվեմ ու ավելի հետաքրքիր ու հագեցած վլոգներ ձեզ ներկայացնեմ։ Դե իսկ այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում։ Ու երևի թե սա կլինի մեր այս ամսվա վերջին վլոգը։ Պակա-պակա։